Տիկին Հասմիկը ընդամենը 10 րոպե առաջ էր այս ճանապարհով անցել։ Թորան հետ գնացել էր Մոնվարե Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն։ Եկեղեցուց իջանք, եկան գնացինք տուն, ընդամենը 10 րոպեվա տարբերություն է, դենան որ քարերը չղռած, սիրտս դմդմբաց, ասեցի, ի՞նչ պատահեց, այն կողմից նայեցինք, տեսնենք, այս խեղճ կնգանը պատը բլվեց։ Իսկ տանտերուհին Ռիմա Շալունցը այդ պահին տանն էր երեխաների հետ։ Եղանակը լավ էր ու գարանային, որոշեցին մտնել բաժարանոց ու գործ անել։ Տաննի խոխեկն էլ ինստեղ եկալ եք վեր բոստանը տեսնակ ինչա մաքրեք, ինչան եք դե տեսամ շռած բող, սրտաճակ տարա խոխեկը սրտաճակ տարան, ասեմ դելա տոնը չի, դե տոնն էլ աջակ, ճիշտն ասած, դեշկի հուա բանել, այդ փախակ տարա խայատը եկեք տեսնակ ստեղա փոլիվ։ Ռիման անմիջապես զանգեց գազի ծառայություն եւ Գորիսի փրկարարներին։ Մարտի 11-ին 14-11 րոպեին զանգ եք ստացել, որ Գորիս գյուղում փլվել է հենապատ։ Մեկ մարտական հաշվարկով հասել ենք դեպքի վայր, հենապատի երկարությունը 15 մետր, բարձրությունը 4 մետր։ Բազում մարդկանց բախտ այսօր բերեց, ասում են Հասմիկն ու Ռիման, թե չէ նրանց այս պատի փլուզումը վնաս կհասցներ։ Երեք լա հացինոտում ես ուզացի տղորց ասեմ տղերք մաշինները ստան քշեցեք պատը փոլակեմ ջանի մատա։ Դե մեկ էլ պենչրեցի, դե մեկս է նոր գռած քինացելի պատը փոլիկուն։ Լավա որ մեքենաները ստե կանգնացել, մեքենաների վրա չի բլվել։ 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Ռիմա Շալոնցի տան պատերին ճաքեր առաջացան։ Հենապատի փլուզման պատերի ճաքերը հիմա ավելի են շատացել։